Շատ կարևոր է հասկանանք։ Ընդդիմադիր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, թե իշխանությունը սարսափում է Գյումրիի երկու սցենարի կրկնությունից։ Անցած տարի Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին, թույլ չտալով, որ քաղաքացիական պայմանագիրը իշխանություն վերցնի։ Լուրջ մտահոգություն ունեն ու այդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու ավելին, քան իրենց։ Վերջին օրերին իշխող ուժից պարբերաբար զգուշացնում են, որ թույլ չեն տալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ու Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարած Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը միավորվեն ու կոալիցիայով իշխանություն վերցնեն։ Ծոցորակներ էլ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Իշխող ուժից պարզաբանել էին, թե ինչպես թույլ չեն տալու Գյումրիի երկուսի կրկնությունը։ Ասում են, ընտրողներին պետք է բացատրեն, ովքեր են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը։ Ասել քաղաքացուն, որ եթե իշխանության գալու հնարավորություն ունենան այն ուժերը, որոնք այսօր հավակնում են, այլընտրանքն են մեզ, նրանք վերել են իշխանության մի որևէ օլիգարխի, որտեղ հավակնողները որևէ օլիգարխներ են։ Թե ինչ դաշինքով ու վարչապետի տեխնացուով հանդես կգա ընտրություններին երկրորդ նախագահի առաջնորդած Հայաստան խմբակցության կազմում խորհրդարան անցած դաշնակցությունը, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոստանում է, մի քանի շաբաթից կհայտնեն։ Կարծում եմ մեծ անակնկալներ այդ իմաստով չի լինելու, բայց ճիշտ կլինի այդ մասին խոսենք, իսկ պաշտոնապես կներկայացնենք ճիշտ ժամանակին։ Ավելի վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե սոցհարցումներով կկողմնորոշվեն ինքը նորից կառաջադրի դաշինքը, թե որևէ այլ տեխնացու։ Մյուս ընդդիմադիր ուժերը եւս չեն շտապում հայտնել, արդյոք ընտրություններից հետո պատրաստվում են միավորվել մեկ դաշինքով, ինչպես դա եղավ Գյումրիում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուժից օրինակ փաստացի չեն բացառում նման հնարավորությունը։ Սպասենք ընտրությունների արդյունքին, այն վստահության քվեն, որը որ կտա ժողովուրդը մեզ, կտա այլ ուժերին։ Ըստ այդմ հնարավոր կլինի ասել ժամանակն է մի կողմ դնել տարաձայնությունները եւ համախմբվել մեկ նպատակի շուրջ։ Մինչ իշխանությունները զգուշացնում են Գյումրի երկու սցենարի կրկնության մասին, մյուս ընդդիմադիր ուժերն էլ չեն շտապում ուղիղ միավորումների մասին խոսել, ընտրապայքարին նոր ուժեր են միանում։ 2019-ից հետախուզման մեջ գտնվող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացնելու համար մեղադրվող ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը օրինակ այսօր տեսակապով Ռուսաստանից հայաստանյան ընդդիմադիր ուժերին միավորվելու ուղիղ կոչ էր անում։ Այսօր վտանգված է հայ ինքնությունը, արժանապատվությունը, մեր սերունդների ապագան։ Մինչ այդ ընդդիմադիր մեկ այլ ուժի, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թերահավատ է Գյումրիի երկուսի կրկնությամբ։ Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան վաղարշաբաթի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ, ոչինչ չստացվեց։ Խորհրդարանական ընտրությունները հունիսի 7-ին են նշանակված։ Այժմ հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են։